Երաժշտության պատմության մեջ բավականին քիչ են այնպիսի ժանրերը, որոնց ստեղծումը կապված է միայն մեկ անձի, մեկ կոմպոզիտորի հետ։ Հիմնականում ժանրերը բյուրեղանալուց առաջ անցնում են որոշակի ուղի, կարելի ասել ձեռքից ձեռք են անցնում, մինչև ստանում են իրենց վերջնական տեսքը։ Բացառությունները այնքան էլ շատ չեն, եւ ահա այդպիսի բացառություններից է սկերցոյի երաժշտական ժանրը, որի ստեղծումը հիմնականում կապվում է մեկ կոմպոզիտորի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան հետ։ Սկերցո բառացիորեն իտալերենով նշանակում է կատակ։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ գործ կունենանք առանց որոշակի ձևի, առանց որոշակի նախնական կառուցվածքի, կատակային բնույթի երաժշտության հետ։ Սակայն երաժշտության պատմության մեջ շատ են այնպիսի երևույթներ, երբ ինչ-որ անվանումների տակ ծպտված է բոլորովին այլ տրամաբանություն, եւ ահա սկերցոն այդպիսի դեպք է։ Սկերցոն բնականաբար ի սկզբանե նշանակում էր կատակային տեսակի երաժշտություն, սակայն հենց Բեթհովենի մոտ արդեն մենք տեսնում ենք, որ սկերցոն ունի նախ որոշակի ձև, եւ հենց այդ ձևն է բնորոշում ժանրը, այլ ոչ թե երաժշտության բնույթը։ Հետագայում նույն Բեթհովենի մոտ եւ շատ այլ կոմպոզիտորների մոտ սկերցոն կորցրեց իր կատակային բնույթը, սակայն շատ առումներով պահպանեց երաժշտական ձևը եւ որոշակի արտահայտչամիջոցներ, որոնց մասին խոսքը առջևում է։ Քանի որ սկերցո բառը բավականին սովորական տարածված իտալերեն բառ է, պատահական չէ, որ անգամ մինչև Բեթհովենը այդ բառը հայտնվել է երաժշտության պատմության էջերում։ Եվ ես կուզենայի սկսել հենց այդպիսի դեպքերից։ Դեռևս 17-րդ դարի սկզբում իտալացի կոմպոզիտոր Կլաուդիո Մոնտևերդին լույս է ընծայել երկու ժողովածու մոտավորապես 25 տարի տարբերությամբ։ Այդ երկու ժողովածուներն էլ ունեին հետևյալ վերնագիր՝ Սկերցի մուզիկալի կամ երաժշտական կատակներ։ Մոնտևերդիի Սկերցի մուզիկալին երկու հատորն էլ դրանք երգարաններ են։ Երգարաններ, որոնք բաղկացած են հիմնականում բարձր տրամադրության, աշխարհիկ բնույթի եւ իհարկե կատակային բնույթի երգերից։ Սկերցի մուզիկալին հետաքրքիր կառուցվածք ունի։ Առաջին հատորը լույս է ընծայվել 1607 թվականին։ Դա մոտավորապես նույն շրջանն է, երբ գրվել է եւ բեմադրվել է Մոնտևերդիի ամենահայտնի օպերան L'Orfeon կամ Օրփեոսը, իսկ դա մի օպերա է, որ օպերայի պատմության մեջ առաջինն է, որ առ այսօր շարունակաբար կատարվում եւ հնչում է։ Եվ կան որոշ ոճական առանձնահատկություններ, որոնք թե Օրփեոս օպերայում, որը ողբերգական բնույթ ունի, թե նրա կատակային Սկերցի մուզիկալի ժողովածուներում կարծես ընդհանուր են։ Այդ առանձնահատկությունները հետևյալն են։ Նախ Սկերցի մուզիկալին վոկալ երաժշտություն է, սակայն Մոնտևերդին ի սկզբանե ենթադրում է որոշ գործիքների առկայությունը։ Գործիքները մասնավորեցված չեն, այսինքն երաժիշտները ազատ էին ընտրելու, թե ինչ գործիքներ պետք է նվագակցեն երգիչներին։ Թե օպերայում, L'Orfeoյում, թե ուրեմն Սկերցի մուզիկալի ժողովածուներում մենք տեսնում ենք, որ վոկալ երաժշտության հատվածները ընդմիջվում են գործիքային երաժշտության հատվածներով, իսկ վոկալ երաժշտության հատվածներում թեպետ պարտիտուրի տեսքով դա արտահայտված չէ, գործիքները շարունակում են նվագակցել երգչին կամ երգիչներին, կախված դրանից, թե տվյալ երգը ձայների որ քանակի համար է գրված։ Գործիքային հատվածները Մոնտևերդիի մոտ կոչվում են ռիտուրնելներ, եւ ահա այդպիսի ռիտուրնելներ մենք կարող ենք տեսնել թե օպերայում եւ թե ժողովածուում։ Սա ենթադրում է, որ ժողովածուն նախատեսված է ինչպես երգերը առանձին կատարելու համար, որոնք պարզապես կնախորդվեն երգերը այդ գործիքային հատվածներով, գործիքային նախաբաններով, թե հնարավոր է այդ ժողովածուները կատարել ծայրից ծայր ամբողջությամբ կամ գոնե ինչ-որ ընտրություններ անել ժողովածուներից, որտեղ էլի վոկալ երաժշտությունը կընդմիջվի գործիքային փոքրիկ ռիտուրնելներով, փոքրիկ գործիքային հատվածներով։ Մեկ անգամ եւս մենք կարող ենք հանդիպել սկերցո բառը Բախի երաժշտության մեջ։ Ընդ որում Բախը ունի սկերցո անվանումով ոչ թե մեկ ստեղծագործություն, այլ կախված դրանից, թե մենք ինչ ենք ընկալում որպես սկերցո, մի քանի։ Բախը ունի առանձին, ուրեմն ստեղնաշարային գործիքի համար մի ռե մինոր սկերցո, ունի սկերցո, որը
մտնում է նրա լա մինոր էլի ստեղնաշարային պարտիտայի կազմի մեջ եւ ունի եւս մի ստեղծագործություն, որը շատ հայտնի է, դա մասն է նրա թիվ 2 սի մինոր նվագախմբային սյուիտի, որը կրում է ոչ թե սկերցո անվանումը, այլ դրա ֆրանսերեն համարժեքը՝ բադիների։ Եվ այդ ստեղծագործությունը շատ հայտնի է եւ անընդհատ տարբեր տեղերում, տարբեր առիթներով կատարվում է եւ կարծես Բախի ոճի մի ուրեմն հետաքրքիր ստորագրություն կարելի է անվանել այդ ստեղծագործությունը։ Բախի նվագախմբային սյուիտները, ընդ որում Բախը չի անվանել դրանք սյուիտներ, անվանել է ուվերտյուրներ, հետագայում վերանվանվեցին այդ ստեղծագործությունները սյուիտների, այն պատճառով, որ սյուիտներից յուրաքանչյուրը իր հերթին բացվում է մի ուվերտյուրով։ Սակայն Բախը քաջ գիտեր, թե ինչ է անում։ Եվ Բախի ժամանակ հայտնի էր, որ սյուիտները դրանք շարքեր էին, որոնք բաղկացած էին որոշակի բավականին կոնկրետ պարերից, այսինքն գոնե ինչ-որ պարեր ստաբիլ սյուիտից պետք է կրկնվեին, ինչ-որ ուրիշ պարատեսակներ կամ փոքրիկ պիեսներ կարող էին լինել տարբեր։ Բախը չի հետևում իր ժամանակի սյուիտի սխեմային, իր նվագախմբային սյուիտներում, դրա համար ոչ միտեղ չի հիշատակում սյուիտ անվանումը։ Եվ ահա թիվ 2 սի մինոր նվագախմբային սյուիտում վերջին մասը անվանված է բադիների կամ կատակ ֆրանսերեն, որը համարժեք է կամ այսօրվա գոնե պատկերացումներով մենք ընկալում ենք այս ստեղծագործությունը որպես սկերցոյի մի յուրատեսակ արտահայտում։ Նրա սի մինոր սյուիտը գրված է ֆլեյտայի եւ նվագախմբի համար, այսինքն ֆլեյտան չնայած նվագախմբի կազմում է, հանդես է գալիս որպես սոլո գործիք, եւ պատահական չէ, որ այս մասին տրված է այս անվանումը, նախ Բախը հավանաբար ցանկանում էր սյուիտը եզրափակել բավականին բարձր տրամադրության երաժշտությամբ, մյուս կողմից սյուիտներում ընդունված էր որպես եզրափակող մաս վերցնել ժիգա պարատեսակը, որը անգլիական ծագում ունի եւ եռաչափ պար է։ Մյուս կողմից բադիներին կամ կատակը եռաչափ չափի մեջ գրված չէ, այլ գրված է 2 քառորդ երաշտական չափով։ Քաչ հասկանալով, որ սա չի կարող ծառայել որպես ժիգա, Բախը տալիս է պարզապես մեկ այլ անվանում այդ ստեղծագործությանը։ Ընդ որում մի հետաքրքիր փաստ կա այս հայտնի ստեղծագործության մեջ, որ չնայած ստեղծագործությունը ֆրանսերենով է անվանված, Բախը տառասխալ է անում վերնագրի մեջ։ Գրում է ոչ թե բադիների դ տառով, այլ գրվում է բատիների 2 տ տառով։ Ինչ է սա նշանակում։ Բնականաբար Բախը ազատորեն չէր տիրապետում ֆրանսերենին, ինքը պարզապես գիտեր ֆրանսերեն, ընկալելով իր ժամանակի ֆրանսիացի կոմպոզիտորի ստեղծագործությունները, դրանց անվանումները, դրանց տեխնիկաները եւ այլն։ Եվ այս աղճատված ֆրանսերենով վերնագիր տալը մի ստեղծագործության կարող է նշանակել միայն մի բան։ Դա այն է, որ չնայած Բախը գերմանացի կոմպոզիտոր է, այս ստեղծագործությունը կարծես գրում է իր ժամանակվա ֆրանսիական երաժշտության ճաշակով եւ տեսակով։ Այսինքն տալով ստեղծագործությանը ֆրանսերեն վերնագիր, Բախը կարծես ակնարկում է երաժշտության կատարման եւ հնչողության բնույթը։ Բախից հետո մինչև Բեթհովեն թերևս սկերցո բառը սպորադիկ ձևով հանդիպել է որոշ ստեղծագործություններում, բայց Բեթհովենը, ինչպես ասացի, առաջին կոմպոզիտորն էր, որ սկսել է շարունակաբար գրել սկերցոներ։ Ընդ որում Բեթհովենի սկերցոները հանդես են գալիս ոչ թե որպես առանձին ստեղծագործություն, այլ որպես խոշոր ստեղծագործությունների մասեր, սոնատների կամ սիմֆոնիաների։ Ընդ որում բավականին կոնկրետ է մի փաստ, որ Բեթհովենի մոտ սկերցոն եկել է փոխարինելու մենուետին, որը Բեթհովենի ժամանակներում էլ արդեն որպես պար կարծես դուրս էր գալիս շրջանառությունից եւ դիտարկվում էր որպես հին ավանդույթին հետևելու մի մաս։ Եվ ահա այս հին ավանդույթի դեմ է կարծես դուրս գալիս Բեթհովենը, ընդ որում դեմ է դուրս գալիս ոչ թե պարզապես հրաժարվելով մի բանից, այլ էվոլյուցիոն ճանապարհով փոփոխելով այդ բանը եւ դարձնելով մեկ այլ երաժշտական ժանր։ Դա շատ հետաքրքիր երևույթ է եւ իրականում թե Բեթհովենյան սկերցոներում, թե Բեթհովենից հետո գրված սկերցոներում պահպանվել են մենուետի երաժշտական ձևի որոշ տարրեր։ Ահա այսպիսի մի բան մենք կարող ենք տեսնել նրա ամենաառաջին սկերցոներից մեկում, որը իր ֆա մաժոր թիվ 5 ջութակի եւ դաշնամուրի համար սոնատի 3-րդ մասն է։
Առհասարակ այս սոնատը շատ հետաքրքիր ստեղծագործություն է։ Նախ այն հայտնվել է 1801 թվականին եւ փաստորեն ժամանակագրական առումով քիչ թե շատ համընկնում է Բեթհովենի առաջին սիմֆոնիայի ի հայտ գալուն։ Ճիշտ է, Բեթհովենը սիմֆոնիայի վրա սկսեց աշխատել շատ ավելի շուտ, բայց առաջին կատարումը եւ առաջին հրապարակումը Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիայի համընկել է նրա թիվ 5 ջութակի սոնատայի ի հայտ գալու հետ։ Եվ ջութակի սոնատը, որն ունի գարնանային ենթավերնագիր, ահա այսպիսի մի մինիատյուր փոքր երաժշտական ձևի մեջ դրված կամերային արտահայտում ունեցող մի սիմֆոնիա է։ Ի տարբերություն Բեթհովենի շատ սոնատների, որոնք հիմնականում շատ հաճախ եռամաս են, այս սոնատը քառամաս է եւ կարծես կրկնում է իր ժամանակ ընդունված սիմֆոնիկ ցիկլի 4 հիմնական մասերը։ Առաջին մաս սոնատային ալեգրո, երկրորդ մաս ադաջիո, այսինքն դանդաղ մաս, երրորդ մաս ենթադրվում էր, որ կլինի մենուետ, բայց Բեթհովենը դրա փոխարեն գրում է սկերցո եւ ռոնդոյի ձևով գրված 4-րդ մաս ֆինալ։ Դա սովորական ձև է դասական սիմֆոնիայի համար։ Մոցարտը, Հայդենը եւ իրենց շատ ժամանակակիցներ հաճախ հետևում էին հենց այդ երաժշտական ձևի։ Եվ հենց այս ձևն է, որ կարող ենք տեսնել Բեթհովենի ֆա մաժոր սոնատում։ Ասացի, որ մենուետի փոխարեն է հանդես գալիս սկերցո։ Ինչպես է դա անում Բեթհովենը։ Իրականում Բեթհովենը կրկնօրինակում է մենուետի թե երաժշտական ձևը, մենուետ, տրիո եւ առաջին մենուետի կրկնություն, թե ռիթմը, ճիշտ այնպես ինչպես մենուետը Բեթհովենի ջութակի սոնատի սկերցոն գրված է 3 քառորդ չափով, սակայն երաժշտությունն այնքան արագ է, որ այլևս պիտանի չէ պարելու համար։ Այսինքն, եթե հին մենուետներում մենք կարող ենք պատկերացնել, որ այդ նույն մենուետը, որը որ սիմֆոնիայի մաս է, կարող է նաև ինչ որ առումով հանդես գալ որպես պարի համար երաժշտություն, Բեթհովենի դեպքում սա այլևս անհնար է, որովհետև ինչպես հայտնի է մենուետը դա բավականին ուրեմն միջին տեմպով կամ դանդաղ պար է, ամեն դեպքում հանդարտ պար է եւ մենուետում կան որոշակի պարային շարժումներ, որոնք այլևս այս տեմպով անհնար է իրագործել։ Բեթհովենը այդ առումով բավականին համահունչ է ինքն իր կերպարին որպես կոմպոզիտոր։ Ինչի մասին է խոսքը։ Եթե ուշադրություն դարձնենք, Բեթհովենը առաջին կոմպոզիտորն էր, որին մենք տեսնում ենք բոլոր պատկերներում առանց կեղծամի։ Այսինքն Բեթհովենը առաջիններից էր, ով հրաժարվում է երկար ժամանակ գոյություն ունեցած ավանդույթից եւ որպես մի անձ, որին շատ հատուկ էր ամբողջականությունը, նա ամբողջական է ամեն ինչում, ինչպես իր արտաքին կերպարի մեջ, այլպես էլ իր երաժշտության ներքին կազմավորման, ներքին կառուցվածքի մեջ եւ կարծես հրաժարվելով մենուետից եւ փոխարինելով մենուետը շատ ավելի արագ սկերցոյով, Բեթհովենը եւս մի անգամ հրաժարվում է կեղծամից, այս անգամ ոչ թե ֆիզիկապես, այլ երաժշտական ձևի իմաստով։ Հետաքրքիր է սկերցոյի օգտագործումը եւ դրա տարբերակները Բեթհովենի սիմֆոնիաներում։ Ինչպես հայտնի է, Բեթհովենը 9 սիմֆոնիայի հեղինակ է, սակայն նրա սիմֆոնիայի վերաբերյալ կա մի այսպիսի պատկերացում։ Շատերին թվում է, որ Բեթհովենը կյանքի ընթացքում պարբերաբար, քիչ թե շատ հավասար ժամանակահատվածը մեկ հանդես էր գալիս որևէ սիմֆոնիայով, բայց դա բոլորովին էլ այդպես չէ։ Նախ Բեթհովենը իր առաջին սիմֆոնիան հեղինակել է համեմատաբար ուշ տարիքում։ Ինչ եմ ասում համեմատաբար ուշ, Բեթհովենը 30 տարեկան էր, երբ նրա առաջին սիմֆոնիան կատարվեց, միևնույն ժամանակ Մոցարտի առաջին սիմֆոնիան, օրինակ, ի հայտ է եկել, երբ Մոցարտը դեռ 10 տարեկան չէր։ Այսինքն Բեթհովենը երկար ճանապարհ է անցել իր առաջին սիմֆոնիան գրելուց առաջ։ Այնուհետև 12 տարվա ընթացքում հայտնվեցին նրա առաջին 8 սիմֆոնիաները, հետո Բեթհովենն ունեցավ նույնքան դադար, 12 տարվա դադար, 8-րդ սիմֆոնիայի եւ 9-րդ սիմֆոնիայի արանքում։ Ահա այսպիսին էր Բեթհովենի սիմֆոնիաների պատմությունը եւ դա շատ բան կարող է բացատրել Բեթհովենի սիմֆոնիաների ներսում երաժշտական ձևերի եւ դրանց հետ կապված ենթաժանրերի բաշխման առումով։ Բեթհովենի առաջին սիմֆոնիայում
Սկերցո անվանում մենք չենք գտնի։ Առաջին սիմֆոնիայի երրորդ մասը անվանված է մենուետ։ Սակայն Բեթհովենը գրում էր երաժշտությունն այն ժամանակ, երբ արդեն հայտնվել է մետրոնոմ սարքը, որը թույլ էր տալիս հաշվարկել հստակ արագությունը, ուրեմն երաժշտական բաբախումների, եւ Բեթհովենը վերագրում է այդպիսի մի մետրոնոմի նշում իր առաջին սիմֆոնիայի մենուետին, որն այլևս անհնար է դիտարկել որպես մենուետ, այսինքն մենուետը այնքան արագանում է, որ անհնար է պատկերացնել սա որպես պարային երաժշտություն։ Երկրորդ սիմֆոնիայից ի վեր Բեթհովենը արդեն հրաժարվում է մենուետ բառից եւ անվանում է իր սիմֆոնիաների երրորդ մասերը սկերցո։ Այսինքն արդեն հասկանալի է դառնում, որ սա պարային երաժշտություն չէ, եւ բնականաբար մենուետ բառի կարիքը աստիճանաբար վերանում է։ Երկրորդ սիմֆոնիայի սկերցոն, որը արդեն անվանված է սկերցո, գրված է շատ հետաքրքիր մի երաժշտական սկզբունքներով եւ այստեղ մենք հանդիպում ենք մի հետաքրքիր արտահայտչած ձևի, որը կոչվում է հոկետ։ Հոկետը միջնադարյան երաժշտությունից հայտնի մի ձև է, երբ մեղեդին տրոհվում է տարբեր կատարողների միջև, սկզբից ձայների, այնուհետև նաև գործիքների, եւ տարբեր պատառիկներ սկսում են հնչել տարբեր գործիքների մոտ, այսինքն մեղեդին ոչ թե շարունակական ամբողջ նվագախմբի մոտ կամ ինչ-որ մի խմբի մոտ է անցնում, այլ 2-3 նոտայից բաղկացած պատառիկներ տրոհված են եւ տրված են տարբեր գործիքների։ Ահա այդպիսի հետաքրքիր գործիքավորում ունի Բեթհովենը իր թիվ 2 սիմֆոնիայի սկերցոյում։ Թիվ 3 սիմֆոնիան շատերի կողմից դիտարկվում է որպես ռոմանտիկ շրջանի առաջին ստեղծագործությունը։ Ինչ խոսք, Բեթհովենը ստեղծագործում է կլասիցիզմի եւ ռոմանտիզմի արանքում, որոշ սկզբունքներ նա փոխ է առնում կլասիցիզմից, սակայն շատ ավելի առաջ է նայում, եւ հայտնի է Բեթհովենի երրորդ սիմֆոնիայի պատմությունը, իսկ այդ սիմֆոնիան ունի հերոսական ենթավերնագիրը։ Այս սիմֆոնիան Բեթհովենը ի սկզբանե որոշել էր նվիրել Նապոլեոնին, որովհետեւ դիտարկում էր Նապոլեոնին որպես Եվրոպայի ուրեմն Եվրոպան ազատագրող անձ, սակայն սիմֆոնիան գրելու ընթացքում նա ստանում է այն նորությունը, որ Նապոլեոնը ինքն իրեն հռչակեց կայսր եւ պատռում է տիտղոսաթերթը, որ ինքը իր ձեռքով է գա, այսինքն ոչ թե պատռում է, այլ քերծելով հանում է Նապոլեոնի անունը եւ նվիրում սիմֆոնիան մեծ մարդու հիշատակին։ Եվ ահա այս սիմֆոնիայում մենք հանդիպում ենք եւս մի սկերցոյի, որին վերագրված է բավականին արագ տեմպ, ել ավելի արագ, քան առաջին եւ երկրորդ ուրեմն սիմֆոնիաներում, եւ ուրեմն արդեն երրորդ սիմֆոնիայի սկերցով մենք կարող ենք ընկալել որպես վերջնականորեն ձևավորված։ Այնպես ձևավորված, որ չորրորդ սիմֆոնիայում արդեն չենք էլ տեսնում սկերցո բառը, այլևս, այսինքն մասը կա, դրա բոլոր արտահայտչամիջոցները կան, բայց Բեթհովենը այլևս կարիք չի համարում չորրորդ սիմֆոնիայում մասնավորեցնել, որ այդ մասը հենց սկերցո է։ Այսինքն ենթադրվում է, որ սկերցոն արդեն լիիրավ մասնակից է սիմֆոնիային եւ ամբողջությամբ դուրս է մղել մենուետին։ 5-րդ սիմֆոնիայից ի վեր սկսվում են վարիացիաներ սկերցո հասկացության շուրջ։ Եթե առաջին 4 սիմֆոնիաներում սկերցոները կատակային բնույթի են, ապա 5-րդ սիմֆոնիայի սկերցոն ավելի դանդաղ տեմպով ոչ պարային, բավականին մռայլ երաժշտություն է։ Այսինքն կատակ բառից այլևս ոչ մի իմաստ չի մնացել 5-րդ սիմֆոնիայում, եւ սկերցոն արդեն սկսում է ընկալվել ոչ թե իր ուղիղ իմաստով, այլ որպես կայացած, ձևավորված երաժշտական ենթաժանր։ Ինչու եմ ասում ենթաժանր, այլ ոչ թե ժանր, որովհետեւ դեռ սկերցոն հանդես է գալիս ոչ թե առանձին, այլ մի ավելի խոշոր երաժշտական ժանրի կազմում։ 6-րդ սիմֆոնիան Բեթհովենի, որը ունի պաստորալային ենթավերնագիրը, շատ է տարբերվում Բեթհովենի մնացած բոլոր սիմֆոնիաներից, այն իմաստով, որ դա միակ սիմֆոնիան է, որը ծրագրային է, այսինքն որտեղ յուրաքանչյուր մաս ունի եւ ենթավերնագիր, եւ որոշակի իմաստ է արտահայտում, որոշակի պատկեր պետք է կարողանա ուրեմն խորհրդանշել, որը կապված է բնության տարբեր տեսարանների հետ։ Այս սիմֆոնիան ի տարբերություն Բեթհովենի մնացած բոլոր սիմֆոնիաների հնգամաս է, ունի 5 մաս, բայց սկերցոն շարունակում է հանդես գալ որպես սիմֆոնիայի երրորդ մաս։ Իրականում այստեղ նույնպես սկերցո բառի որպես այդպիսին չենք հանդիպում, հանդիպում ենք մի այսպիսի վերնագրի գեղչուկների ուրախ հավաքույթը, ահա այսպես է կոչվում Բեթհովենի 6-րդ սիմֆոնիայի սկերցոն, սակայն թե չափը
եռաչափ, ուրեմն մետրը, թե ընդհանուր կառուցվածքը, որ պահպանվել է դեռևս մենուետից, այդ հիմնական մենուետ, տրիո եւ մենուետի վերադարձ, ուրեմն երաժշտական ձևը, կառուցվածքը անվրեպ վկայում է այն բանի մասին, որ այստեղ գործ ունենք սկերցոյի հետ, միայն մի այսպիսի փոքրիկ տարբերությամբ։ Դա այն է, որ միջին հատվածում Բեթհովենը փոխում է ուրեմն մետրը եւ մետրը այլևս եռաչափ չէ, այլ 2/4 մետր է։ Սա էլի հետաքրքիր մի բանի մասին է վկայում։ Բեթհովենը որպես կոմպոզիտոր, որ նայում է դեպի ռոմանտիզմի ժամանակաշրջանը, իսկ ռոմանտիզմի ժամանակաշրջանում շատ կարևոր էր յուրաքանչյուր ստեղծագործության առանձին եւ ինքնուրույն լինելը եւ չկրկնօրինակելը մեկ այլ ստեղծագործության, թերևս նույն թեկուզ հենց նույն հեղինակի, մենք տեսնում ենք, որ նրա յուրաքանչյուր սիմֆոնիայում ինքը ոչ թե հետևում է մի մեկընդմիշտ ձևակերպված երաժշտական ձևի, մոդելի, այլ ստեղծում է այդ մոդելը ելնելով տվյալ երաժշտության կարիքներից, յուրաքանչյուր անգամ նորը եւ յուրաքանչյուր երաժշտական ձև նույն, եթե ոչ ավելի պատրաստվածություն եւ աշխատանք է պահանջում ստեղծելու համար, որքան էլ հենց երաժշտությունն ինքը, այսինքն երաժշտական ձևը դառնում է ծայրաստիճան կարևոր, մշակված եւ պահանջում մտքի բավականին լարված աշխատանք։ Յոթերորդ սիմֆոնիան պարունակում է մի այնպիսի սկերցոն, որը շատ ավելի արագ է, քան մնացած բոլոր սկերցոնները եւ վերագրված է դրան մի այսպիսի տեմպ, որտեղ ուրեմն 3/4-ը հավասար է 132-ի։ Այսինքն յուրաքանչյուր րոպեում պետք է պարունակվի 132 տակտ։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Մեկ անգամ եւս պետք է հիշենք Նապոլեոնին։ Բանն այն է, որ Նապոլեոնի ուրեմն զավթողական պատերազմները, երբ որ ինքը ուրեմն փորձում էր միավորել մի ամբողջ Եվրոպան, պետք է ընթանային բավականին արագ։ Այդ իսկ պատճառով Նապոլեոնը պահանջում է, որպեսզի իր բանակը քայլի մարշերի համար թույլատրելի ամենաբարձր արագությամբ։ Այն է վարկյանի մեջ 2 քայլ։ Մինչև Նապոլեոնը, ուրեմն զինվորական մարշերը ունեցել են որպես կանոն ավելի դանդաղ տեմպ։ Նապոլեոնից ի վեր այս տեմպը դառնում է սովորական նորմա զինվորական մարշերի համար։ Եվ երաժշտական ստեղծագործությունների արագ մասերի տեմպերի համար, որպես չափորոշիչ, ընտրվում է հենց այսպիսի մի տեմպը, որտեղ յուրաքանչյուր բաբախումը հավասար է 120-ի, այսինքն յուրաքանչյուր րոպեի մեջ ունենում ենք 120 բաբախում կամ վարկյանը 2 բաբախում։ Դա ուրեմն բարձր տեմպի խորհրդանիշ էր, սիմվոլ էր։ Բեթհովենը միտումնավոր գերազանցում է արագ տեմպի արտահայտումը ահա այս սիմֆոնիայում եւ արդյունքում նրա սկերցոն դառնում է մի այսպիսի տարերային երաժշտություն, որը եւ շատ արտահայտիչ է եւ բավականին անսովոր է հնչում իր ժամանակի երաժշտության համար։ 8-րդ սիմֆոնիայում Բեթհովենը կատարում է կտրուկ շրջադարձ եւ 8-րդ սիմֆոնիայում մենք հանդիպում ենք երրորդ մասի, որը կրկին եթե ոչ անվանված է մենուետ, ապա դրան վերագրված է մենուետի տեմպով նշումը, այսինքն տեմպը կտրուկ իջնում է։ Միայն 8-րդ սիմֆոնիայի սկերցոյում։ Եվ ահա այսպիսի մի բան է, դա կարծես Բեթհովենը երաժշտական ձևը ամբողջացնելուց հետո ինչ որ առումով հետադարձ հայացք է գցում անցյալին եւ նորից վերագտնում մենուետի հին երաժշտական ձևը։ Այնուհետև 12 տարի դադարից հետո Բեթհովենը ամբողջացնում է իր գլուխգործոցը, դա 9-րդ սիմֆոնիան է, եւ 9-րդ սիմֆոնիայում մենք հանդիպում ենք եւս մի սկերցոյի, որ իր թե ծավալով, թե բարդությամբ եւ թե նշանակությամբ գերազանցում է նրա մնացած բոլոր սիմֆոնիաների սկերցոներին։ Նախ եւ առաջ այս անգամ սկերցոն ոչ թե երրորդ մասն է, իսկ մնացած բոլոր 8 սիմֆոնիաներում հենց երրորդ մասում ենք տեսնում սկերցոն, այլ երկրորդ մասն է սիմֆոնիայի։ Բեթհովենը կարծես ցանկանում է
երկար ադաջոն դարձնել երրորդ մաս եւ այդ ադաջոյի շնորհիվ հնարավորինս հետաձգել չորրորդ մասում երգչախմբի հանդես գալը եւ տեղադրում է սկերցոն ուրեմն երկրորդ մասում ոչ թե երրորդ մասում այս սկերցոն կարելի է ասել մնացած բոլոր սկերցոների համեմատ հսկայածավալ է եթե ջութակի առաջին սոնատոյի սկերցոն թերևս ամենակարճ սկերցոներից է եւ տևում է 1 րոպե այստեղ մենք տեսնում ենք սկերցոյի, որը տևում է 11-ից 13 րոպե, այսինքն հսկայածավալ բոլոր մնացած սկերցոների համեմատ ուրեմն երաժշտական ձև է։ Եվ այստեղ Բեթհովենը հրաժարվում է այլևս մենուետի հետ որևէ առնչությունից եւ ստեղծում է մի երաժշտական ձև պահպանելով էլի եռաչափ մետրը, ստեղծում է նոր երաժշտական ձև, որը իրականում մեկ այլ սոնատային ալեգրո է, այսինքն շատ ավելի բարդ հարաբերություններով թեմատիկ կորիզների միջև եւ իրականում գործիքավորման առումով էլ այս 9-րդ սիմֆոնիայի սկերցոն թերևս ամենաբարդն է նրա ստեղծած բոլոր սկերցոներից։ Ռոմանտիկ շրջանում մենք հաճախ տեսնում ենք Բեթհովենի սկերցոյի տարբեր վերաիմաստավորումները։ Եվ այդ առումով տեղին է մենք անգամ եւս հիշել շատ կարևոր խոսք, որը ասվել է 20-րդ դարի կարևորագույն կոմպոզիտորներից մեկի Պիեր Բուլեզի կողմից։ Բուլեզը խոսելիս ավանդական լինելու մասին մի այսպիսի պնդում է անում, ասում է, որ ավանդական լինելը չի նշանակում վերարտադրել անցյալում գոյություն ունեցած երաժշտական ձևերը։ Ավանդական լինել նշանակում է շարունակել զարգացման ընթացքը այն պահից, որտեղ այն թողել են ձեր նախնիները։ Եւ ռոմանտիկ կոմպոզիտորները 19-րդ դարի ամբողջ ընթացքում հենց այսպիսի մի կարգախոսով կարծես առաջնորդվեին։ Նրանք վերցնում էին հնում գոյություն ունեցած երաժշտական ձևերը եւ յուրաքանչյուր անգամ այս ձևերով ստեղծագործելիս վերաիմաստավորում դրանք։ Ահա այսպիսի սկերցոների մենք կարող ենք տեսնել 19-րդ դարի առաջին կեսի կարևորագույն կոմպոզիտորներից մեկի Ֆելիքս Մենդելսոնի մոտ։ Ֆելիքս Մենդելսոնը իհարկե պահպանում է սկերցոյի բեթհովենյան մոդելը եւ ներառում է սկերցոն ոչ միայն սիմֆոնիկ ստեղծագործություններում, այլ նաեւ խոշոր ձևի կամերային ստեղծագործություններում։ Մյուս կողմից Մենդելսոնի մոտ սկերցոները կարծես լցվում են մեկ այլ երաժշտական իմաստով եւ բովանդակությամբ։ Ինչի մասին է խոսքը։ Իր երիտասարդության տարիներին, ուրեմն ամենաառաջին կարևոր ստեղծագործություններից մեկը, որ Մենդելսոնը գրել է, դա սիմֆոնիկ ուրեմն ուվերտյուր էր, որը հիմնված էր կամ պատկերում էր ավելի շուտ Շեքսպիրի Միջամառային գիշերվա երազը պիեսի բովանդակության առանձին կետերը եւ կոչվում էր Միջամառային գիշերվա երազը։ Դա Մենդելսոնի ամենահայտնի ստեղծագործություններից էր, իսկ հետագայում կյանքի ավելի ուշ փուլում նա ստեղծել է նաեւ ամբողջ այս թատերախաղի համար ներկայացման համար երաժշտություն, էլի սիմֆոնիկ նվագախմբի կազմի համար։ Եվ ահա, ուրեմն հիմնվելով թատերախաղի վրա, այս թատերախաղում մենք տեսնում ենք տարբեր պերսոնաժների, այդ թվում նաև փերիների, էլֆերի, ինչ-որ ուրեմն մի հեքիաթային պերսոնաժների, ինչպես նաև սովորական կենդանի մարդկանց, ուրեմն նա ստեղծում է այս սիմֆոնիկ օվերտյուրը բավականին ուրեմն հումորային եղանակով եւ իրականում ամբողջ ստեղծագործությունը իր էությամբ սկերցո է, ընդ որում սկերցո ոչ թե բեթհովենյան իմաստով, այլ սկերցո կատակային երաժշտություն գրելու իմաստով, հա 17 տարեկան Մենդելսոնը բավականին գյուտարար է եւ ստեղծում է հետաքրքիր երաժշտական կերպարներ եւ ահա ամենասկզբում բացող ակորդներից հետո մենք կարող ենք տեսնել Մենդելսոնի մի այսպիսի ստեղծագործական ստորագրություն այս ստեղծագործության մեջ, տեսնում ենք ուրեմն որ շատ արագ սկերցոյի բնույթ ունեցող երաժշտության մեջ լարային գործիքները նվագում են փոքրիկ շտրիխերով բավականին արագ երաժշտություն, այսինքն աղեղի շարժումները շատ փոքրիկ են եւ կարծես այս ստեղծագործության մեջ դրանք կոչված լինեն ուրեմն պատկերելու էլֆերին, դրանց արագ թևերի կամ ուրեմն տոտիկների փոքրիկ շարժումները, հա, այսպես փոքրիկ շտրիխներով եւ հետագայում Մենդելսոնի կյանքի ուրեմն ողջ ընթացքում գրված տարբեր սկերցոներ
սկերծոներում մենք տեսնում ենք ահա այսպիսի բավականին մանր տեխնիկա, թե լարային գործիքներով, թե դաշնամուրով իրագործված, եւ կարծես էլֆերը շարունակում են թևածել Մենդելսոնի գրած մնացած բոլոր սկերծոներում։ Ահա այսպիսի մի դեպքի ենք մենք առնչվում նրա թիվ 1 ռե մինոր դաշնամուրային տրիոյում, որտեղ սկերծոն դասական մոդելին հետևելով տեղադրված է որպես երրորդ մաս, ունի եռաչափ մետր, գրված է 6/8 մետրում, շատ արագ է, նկատի ունենալով ռոմանտիկ էրայի, ուրեմն ամբողջ վիրտուոզությունը, բավականին մեծ դիմադրողականություն է պահանջում կատարողներից եւ տեխնիկական պատրաստվածություն, եւ ահա այստեղ Մենդելսոնը այլևս չի հետևում դասական մոդելին մենուետ, տրիո, մենուետ եւ այլն, հա, այսինքն նրա երաժշտական ձևը, իսկ մտածողության տեսակը նա միանշանակ Բեթհովենից է ժառանգել, անցնում է տարբեր կարծես կերպարանափոխություններով իր ամբողջ ընթացքում, ինչ որ միտեղ պահպանելով այդ ներքին եռումը, պահպանելով ներքին շարժումը, ինչ որ պահին այն վերածվում է երգային երաժշտության, ինչ որ պահին վերածվում է պոլիֆոնիկ ֆանտազիայի եւ այնուհետեւ վերադառնում իր սկզբի այս խճճված կատակային բնույթին, որտեղ, ինչպես ասացի, կարծես շարունակում են թևածել միջամառային գիշերվա երազի էլֆերը։ Մենդելսոնի երաժշտության թերևս բոլոր սկերծոներին բնորոշ է ահա այսպիսի մի արտահայտչաձև։ Ռոմանտիկ էրայի մեկ այլ կարևորագույն կոմպոզիտոր, որը ստեղծել է սկերծոներ, դա Ֆրիդերիկ Շոպենն է։ Ընդ որում Շոպենի մոտ մենք կարող ենք տեսնել հետևյալը։ Նրա մոտ սկերծոները կարող են հանդես գալ ինչպես խոշորածավալ ստեղծագործությունների առանձին մասեր իբրև, այնպես էլ որպես առանձին ստեղծագործություններ, ընդ որում ստեղծագործություններ, որոնց Շոպենը այնքան կարևորություն է տալիս, որ յուրաքանչյուրին վերագրում է մի առանձին օպուսի համար, այսինքն տվյալ օպուսի մեջ մտնում է միայն այդ սկերծոն, համարելով, որ սկերծոն բավականին խոշորածավալ եւ կարևոր ստեղծագործություն է, որպեսզի նրան տրվի այդ մի առանձին օպուսի թիվը։ Դա շատ հետաքրքիր մի միտում է, այսինքն մենք այստեղ կարող ենք առնչվել մի բանի, որ սկերծոն դադարում է լինել ենթաժանր եւ դառնում է առանձին ժանր, դադարում է լինել մի որոշ խոշոր ստեղծագործության մասը եւ վերածվում առանձին ինքնուրույն ստեղծագործության, սակայն Շոպենի բոլոր սկերծոներում անխտիր պահպանված է մի այսպիսի բան, որ սկերծոն անպայման պետք է գրված լինի եռաչափ մետրով, Շոպենը ոչ մի դեպքում ուրեմն չի հետ քաշվում այս դասական գաղափարից եւ որ բոլոր սկերծոները պահպանում են եռամաս ձևը իր որոշակի տարբերակներով։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ այս մենուետ, տրիո մենուետ ձևը Շոպենը բավականին յուրովի է մեկնաբանում։ Կարելի է ասել, որ նրա սկերծոներում մենք առնչվում ենք դրա փոխարեն էտյուդ, երգ, էտյուդ երաժշտական ձևին, այս եռաձև, ուրեմն եռամաս ձևը, ահա այսպես է ընկալվում։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն արտաքին մասերում, ուրեմն սկզբում եւ վերջում սկերծոների հիմնականում մենք առնչվում ենք գերբարդ երաժշտության, որի նմանակը կարող ենք տեսնել Շոպենի դաշնամուրային էտյուդներում, թե ուրեմն տեխնիկական իմաստով, թե հարմոնիկ իմաստով, իսկ նրա օրինակ թիվ 1 դաշնամուրային սկերծոյում կարող ենք հանդիպել նաեւ վերջերում ամենադիսոնանտ ակորդին, որը երբևէ Շոպենի մոտ կարող ենք տեսնել, այսինքն այս չարաճճի ուրեմն երաժշտական արտահայտչականությունը մնում է, սակայն անշուշտ Շոպենը լցնում է այդ արտահայտչականությունը իրեն միայն հատուկ դրամատիզմով, իսկ ներքին մասերը, միջին մասերը սկերծոների ընկալվում են որպես դանդաղ երգ, ընդ որում, եթե դասական մենուետներում եւ այնուհետեւ ուրեմն դասական սկերծոներում, Բեթհովենյան սկերծոներում միջին մասերում տեմպը չէր դանդաղում, այստեղ հստակ տեմպը ոչ միայն դանդաղում է աննշան, այլ դանդաղում է զգալիորեն եւ կարծես Շոպենը սկսի ստեղծել այս ուրեմն սկերծոզային բնույթի երաժշտության մեջ դանդաղ մասեր, որոնք կանտիլենային, այսինքն երգային են եւ ուրեմն մի այսպիսի հսկայական կոնտրաստ է ստեղծում իր սկերծոներում, որը բացակայում էր դասական էրայի երաժշտության մեջ եւ անգամ նույն Մենդելսոնի երաժշտության մեջ։ Այսինքն Շոպենը եւս մի քայլ առաջ է գնում։
Շոպենի բազմամաս ստեղծագործություններում, սոնատներում սկերցոն որպես կանոն հանդես է գալիս ոչ թե որպես երրորդ մաս, այլ որպես երկրորդ մաս, կարելի է ասել, որ Շոպենը այդ առումով որպես մոդել ընդունում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան եւ անգամ եթե նա չի ստեղծում ուրեմն սիմֆոնիկ նվագախմբի համար երաժշտություն, անգամ կամերային երաժշտության մեջ նա ուրեմն վերստեղծում է, վերարտադրում է կարծես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի երաժշտական ձևի մոդելը։ Մյուս կողմից մի այսպիսի բացառություն կա Շոպենի երաժշտության մեջ, դա նրա թիվ 1 դաշնամուրի սոնատն է, որտեղ մենք նորից հանդիպում ենք ոչ թե սկերցոյի, այլ մենուետի, այսինքն իր թիվ 1 սոնատում Շոպենը դեռ հետադարձ հայացք է նետում դեպի անցյալը եւ կարծես մի ձեռքսեղմում է այստեղ տեղի ունենում հին ավանդույթի հետ։ Նրա մնացած բոլոր ուրեմն սոնատի ուրեմն ձևով գրված ստեղծագործություններում հանդիպում ենք ոչ թե մենուետի, այլ սկերցոյի։ Շատ հետաքրքիր էր 19-րդ դարի երաժշտությունը հարմոնիկ նորարարության իմաստով, սակայն 19-րդ դարը երաժշտության պատմության մեջ նախ եւ առաջ հիշվել է որպես վիրտուոզների դար։ Թե Շոպենը, թե Լիստը, թե 19-րդ դարում ստեղծագործած շատ այլ կոմպոզիտորներ նաև կատարողներ էին եւ վիրտուոզ ձևով տիրապետում էին իրենց գործիքների, հանդես էին գալիս համերգներով, ներգրաված էին կատարողական մանկավարժության մեջ, ստեղծում էին ուրեմն կատարողական դպրոցներ եւ այլն։ Եվ բացառություն չէ այդ առումով 19-րդ դարի կոմպոզիտորների մեծ մասը։ Սակայն հետաքրքիր մի այսպիսի տենդենց կա, որ 19-րդ դարում երաժշտության ձևի իմաստով կամ արտահայտչականության իմաստով զարգացումը հիմնականում առաջ էին տանում այն կոմպոզիտորները, որոնց հիմնական գործիքը դաշնամուրն էր։ Դրան կա իհարկե մի որոշակի բացատրություն։ Դաշնամուրը եւ նվագախումբը 19-րդ դարում դիտարկվում էին եթե ոչ համարժեք, ապա դաշնամուրը իր ուրեմն թե միանգամից բազմաթիվ նոտաներ նվագելու կարողության շնորհիվ, թե իր երաժշտական հյուսվածքների բազմազանության շնորհիվ ընկալվում էր որպես նվագախմբի մի փոքրիկ տարբերակ։ Եվ իրականում նվագախմբային ստեղծագործություն գրելու ձևն էլ 19-րդ դարում հետևյալն էր, կոմպոզիտորը սկզբից գրում էր կլավիր, այսինքն դաշնամուրային տարբերակը երաժշտության, այնուհետև գործիքավորում էր, այսպես էին վարվում գրեթե բոլոր կոմպոզիտորները 19-րդ դարում, չնչին բացառություններով։ Մյուս կողմից կային նաև շատ կոմպոզիտորներ, որոնք տիրապետում էին դաշնամուրից բացի այլ գործիքների։ Եղել են ջութակի վիրտուոզներ, եղել են թավջութակի վիրտուոզներ, փողային գործիք նվագող կոմպոզիտորներ եւ այլն։ Սակայն նրանցից ոչ մեկը չի հասել հարմոնիկ այսպիսի բարդության եւ երաժշտական հյուսվածքների այնպիսի բազմազանության, ինչպես դա արել են դաշնակահար կոմպոզիտորները։ Միևնույն ժամանակ այս գործիքների դաշնամուրից բացի ուրեմն 19-րդ դարում հանդես եկած գործիքների նվագացանկի զգալի մասը հեղինակել են հենց այդ կոմպոզիտորները եւ այդ իսկ պատճառով առ այսօր շարունակում են կատարվել, նրանք պատմության մեջ են մտել որպես անկասկած վիրտուոզներ, որոնք գոնե իրենց գործիքի սահմաններում զգալիորեն ընդլայնեցին կատարողական տեխնիկան։ Ահա այսպիսի կոմպոզիտոր էր եւս մի լեհ կոմպոզիտոր, դա Հենրիկ Վենյավսկին էր, որը հայտնի էր ջութակի համար գրված բազմաթիվ ստեղծագործություններով, որոնք առ այսօր լայնորեն կատարվում են ջութակահարների կողմից, եւ հենց նրա ստեղծագործության մեջ մենք կարող ենք տեսնել առանձին վերցրած սկերցոյի մի այսպիսի օրինակ, դա ջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործություն է, որ կոչվում է սկերցո տարանտելլա, այսինքն այս ստեղծագործության մեջ ինքը միանգամից միացնում է երկու տարբեր ժանր, մի կողմից դա մեզ արդեն հայտնի սկերցոն է, մյուս կողմից դա իտալական տարանտելլա պարն է, որը նույնպես եռաչափ մետրով գրված շատ արագ, հնարավորինս արագ կատարվող պարն է։ Եվ ահա այսպիսի մի դեպք է Վենյավսկու սկերցո տարանտելլան, որը թերևս այդպիսի հարմոնիկ կամ հյուսվածքային հայտնագործություններ չունի, ինչպես օրինակ կարող էր ունենալ Շոպենի երաժշտությունը, բայց ջութակի համար գրված բավականին հետաքրքիր ստեղծագործություն է։ Եվ Վենյավսկու սկերցո տարանտելլայում մենք կարող ենք տեսնել ահա այսպիսի մի եռամաս մոդել, ընդ որում Վենյավսկին նույնպես փոքր-ինչ վերաիմաստավորում է այդ մոդելը եւ ուրեմն այս դանդաղ միջին մասում իրականում գրում է ոչ թե մեկ ամբողջական երաժշտություն, այլ բաժանում է այն երկու տարբեր կեսերի, այսինքն նա ունի ոչ թե A
B-A կառուցվածքը, որը տիպիկ է ուրեմն դասական սկերցոներից, այլ A-B-C-A կառուցվածքը, որտեղ B-ն ու C-ն, դրանք երկուսն էլ դանդաղ մասեր են, սակայն ունեն տարբեր բնույթ։ Ահա այսպիսի մի հետաքրքիր մեկնաբանում կա երաժշտական ձևի Վենյավսկու ստեղծագործության մեջ։